Գրակալի վրայից են գողացել Հովանավանքի ձեռած խաչը։ Սովորաբար պատարագից հետո են խաչը դնում գրակալի վրա, որ հավատացյալները համբուրեն։ Մոմավաճառն է կեսօրին նկատել, որ Հովանավանքի խաչը չկա։ Չեմ հասկանում ոնց կարա մարդ նման գիտակցություն ունենա, որ կարելի է նման բան անել։ Մարդ չի հասկանում, չես ուզում պատկերացնես։ 12-ի մոտ էր երևի։ Այդ պահին պտտվել եք, տեսել եք, որ տեղ էր ու էլ տեղ չէր։ Հովանավանքում 1 տարի է ուժեղացված հսկողություն է, բոլոր կողմերում տեսախցիկներ են։ Կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանն իր մոտ է պահում եկեղեցու բանալիները, թույլ չի տալիս, որ այլ քահանաներ պատարագ մատուցեն։ Այդ ինչպես է եղել, որ նման հսկողությամբ եկեղեցուց խաչ են գողացել։ Եկեղեցին ունի չէ տեսախցիկներով են դեպքում։ Այո, ունի, ես կարծում եմ, որ կբացահայտվի շուտով։ 3 առաջին օրը երեկոյան խաչը տեղում է եղել, 3 առավոտյան այլևս վանքում չի եղել։ Օգոստոսի 13-ին 2 եկեղեցիներից խաչագողություն է եղել, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Գողացել են Հովանավանքի եւ Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցու խաչերը։ Ըստ նախնական տեղեկությունների յուրաքանչյուր եկեղեցի մոտ 100,000 դրամի վնաս է կրել։ Ոչ միայն խաչագողությունն է, այլ գողությունն է մեղք եւ մանավանդ գողություն, որը վերաբերվում է Տիրոջ տանը։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։